Չէ, կան տեխնիկաներ, որ պետք է մարդիկ տեղեկացված լինեն, թե ինչպես գրագետ մոտենալ սոնոգրաֆիկ հետազոտության։ Այստեղ կարևորը թե ինչ օրգան համակարգ ենք նայելու, օրինակ որովայնի խոռոչի հետազոտության դեպքում ես միշտ արտադիր ասում եմ, որ անոթի վիճակում ներկայանալ, որովհետև մեկ կում ջուրն էլ կարող է լեղապարկը կրճատել եւ այնտեղ արկա փոքր չափերով թեկուզ եւ պոլիպը մենք կարողանանք բաց թողնել։ Այդ իսկ պատճառով պարտադիր պայման է, որպեսզի սոնոգրաֆիկ հետազոտության ներկայանալ անոթի վիճակում։ Շատ կարևոր է, որպեսզի նախօրոք աղիները գործած լինի, հատկապես գեր մարդկանց մոտ մեթեորիզմը կարող է խանգարել լիարժեք վիզուալիզացիային, այդ իսկ պատճառով աղիները գործած անոթի վիճակում ներկայանալ։ Եթե օրինակ մենք իրականացնում ենք փոքր կոնքի սոնոգրաֆիա, եւ շագանակագեղձի խնդիրների հայտնաբերման եւ արգանդի խնդիրների հայտնաբերման համար պարտադիր պայման է, որպեսզի միզապարկը լինի գեր լիքը, որովհետեւ պետք է միզապարկը գեր լիքը լինի, որպեսզի կարողանանք մենք արկա եւ օրգանները լիարժեք տեսնել եւ օրգանում խնդրի արկայությունը կարողանանք տեսնել եւ գնահատել։